Վայր երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս իմ կողմից շատ սպասված ռեժիսոր Մհեր Մկրտչյանն է։ Պարոն Մկրտչյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ մեզ հյուրընկալեցիք, իմանալով ձեր զբաղվածության աստիճանը։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Մեծ սիրով։ Նախ թույլ տվեք ձեզ շնորհավորել ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ Արարատ 73-ը, որը ոչ միանշանակ ընդունվեց հասարակության եւ հանդիսատեսի կողմից։ Շատերը ուրախ էին, հուզված դուրս էին գալիս ֆիլմի դիտումից, եղան մարդիկ, ովքեր ինչ-որ բաներ արտահայտեցին, որը թերևս անձնական ավելի շատ դաշտում էր մղված։ Դուք ինչպես կասեք ձեր ֆիլմը։ Գիտեք, ես միշտ համարել եմ, որ ճիշտ չի, երբ որ ռեժիսորը իր նկարահանած ֆիլմը գնահատում է եւ ինչ-որ գնահատական է տալիս, որովհետեւ դա ուղղակի սխալ է։ Ֆիլմի մասին կարծիք կարող են ունենալ հանդիսատեսը եւ դրական եւ բացասական, բայց երբ մենք ինքներս ենք սկսում գնահատել մեր ֆիլմը, դա շատ ժամանակ ոչ օբյեկտիվ, թեև մենք գիտենք ֆիլմ ստեղծողները եւ թերությունները եւ արժանինքները, բայց ամեն դեպքում սխալ է, երբ որ մենք ինքներս ենք գնահատում մեզ կամ մեր արած աշխատանքը։ Պարոն Մկրտչյան, երբևէ եղել է, որ դուք ձեր ֆիլմը դիտեք ոչ թե որպես ռեժիսոր, այլ որպես հեռուստադիտող։ Ստացվում է։ Միշտ։ Միշտ այն ժամանակ, երբ որ ֆիլմը արդեն բաց է թողնում։ Այո։ Իսկ ֆիլմը բաց է թողնում պրեմիերայից հետո, երբ որ արդեն ֆիլմը հանդիսատեսին է, դու բաց ես թողնում ֆիլմը եւ դրանից հետո լինի դա պատահական հերոստացույցով կամ հաճախ սիրում եմ ուղակի տոմսարնել գնալ ձեր ֆիլմը դիտել։ Ֆիլմը ոչ, գիտեք, պրեմիերայի հանդիսատեսը դա սպეციფიկ հանդիսատես է, որը որ կամ կասի կեղծ, կամ կասի լավ։ Կամ կասի լավ, կեղծ, այսինքն այդ միքսը ինքը միշտ դրականի կամ կեղծի միջև է, որտեղ ոչ ոք վատը պրեմիերաների ժամանակ չի ասում։ Ամենաճիշտ էմոցիաները դա այն մարդկանց էմոցիաներն են, որոնք որ տոմս են առել, փող են տվել, տոմս են առել եւ գնացել են կինոթատրոն։ Ահա։ Պարոն Մկրտչյան, եւ ինչպիսին էին արձագանքները։ Ես գիտեմ, որովհետեւ ես ինքս բախտ եմ ունեցել պրեմիերային ներկա լինել, բայց արդեն ֆիլմը գնում է եւ հնարավոր չի, որ արձագանքի մասին դուք տեղեկացված չլինեք։ Դրական։ Շատ դրական, տարբեր։ Ես գրեթե չեմ, ես լսել եմ քննադատություններ կապված այս կուզենայինք, որ սենց լինի, այն կուզենայինք, որ քիչ է Արարատը, քիչ են ֆուտբոլիստները, բայց ես չեմ լսել ակնհայտ բացասական կարծիք, համենայն դեպս ես համոզված եմ, որ կլինի, բայց ես չեմ լսել։ Ես գիտեմ, որ մեր դերասանները, նաև իդեմս իմ կողմից շատ հարգված դերասան Լևս Դավթյանի, ով ֆուտբոլ խաղալ չգիտի, եւ այդ ընթացքում, ֆիլմի ընթացքում մարզվել են տղաները։ Բայց Լևսը ֆուտբոլ խաղալ գիտեր, ի տարբերություն շատ ուրիշ դերասանների, որոնք որ առաջի անգամ էին դա անում համենայն դեպս դաշտում, Լևսը դա գիտեր, ուրիշ հարց, որ Լևսը հայ ինչ-որ տրավմա էր ստանում նկարահանումների ժամանակ։ Թևներ կոտրել, չէ, եթե չեմ սխալվում։ Հա, մի անգամ տենց եկավ արդեն այն որ ոտը բռնվել էր, արդեն ես որպես ռեժիսոր մտածում եմ ոնց այս պահը շրջանցեմ, ոնց անեմ նենց, որ տպավորություն լինի, չի կարողանում վազի, հետո հաջորդ օրը եկավ համ ոտը բռնված, համ թևը կոտրած։ Կինոն հետաքրքիր է դրանով։ Նույնիսկ ինձ պատմեց մեր տաղավարում, դեռ ֆիլմը նոր նկարահանվել էր, դեռ նոր ավարտվել է նկարونه, ասաց, որ 25 կիլո նիհարել է ֆիլմի համար։ Ես դա ասում եմ, որ ահռելի աշխատանք է կատարել, որ կարողացել է այդքան եւ կարծում եմ բոլոր Իսկապես շատ նիհարել էր, ինչ է կարելի է։ Ես օրինակ շատ արձագանքներ լսեցի, որ
կային արձագանքներ, որ Զանազանյանը ախր փորով էր։ Մի բանի վրա խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Նախ նկարահանման ժամանակ Լևսը փորով չէր, ստեղ կա մի պահ ինքը ուլտրաշիրակաէկրաննի է ֆիլմը եւ մի քիչ դերասաններին ամեն դեպքում ձգում է եւ մյուս բանը, որ խափում է մարդկանց, բոլոր ֆոտոները եւ վիդեոները արված պրեմիերայի օրը, որտեղ Լևսը իսկապես շատ լցվել էր եւ այդ որ տեսնում ես այս դերասանը, որը որ հիմա հարցազրույց է տալի եւ լավ կերած է դա հասկանում են ավելի շատ տելևիզիոնշիկները, մարդիկ ովքեր դաշտում ունեն փորձ, աշխատանք եւ այլն։ Հեռուստադիտողի համար բնական է, որ մի քիչ էլ տաբան կհնչի, կնայվի։ Գիտեք ինչ, ֆիլմը նաեւ առաջին անգամ պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայում։ Դուք ներկայ եք պրեմիերան։ Ցավոք սրտի ես չկարողացա հենց այդ օրը լինել Մոսկվայում, դրա համար իմ համար պրեմիերան կայացավ հենց Հայաստանում, Երևանում։ Իսկ արձագանքները վստահ եմ գիտեք։ Դե հասկանում եք այդ հարցը տալով դուք դնում եք պատասխանողին անհարմար վիճակի մեջ կամ հիմա պետքա ռեժիսորը սկսի անհամեստ ինչ-որ ինքնագովեստով զբաղվել եւ գիտեք ինչ լավ այնքան լավ արձագանք կամ պետքա ինչ-որ շրջանցի էս հարցը, որովհետեւ ես ձեզ կօգնեմ, որովհետեւ որպես լրագրող, ով մշտապես հետևում է իրադարձություններին, հատկապես Արարատ 73 հետ կապված, արձագանքները շատ բարձր էին։ Եւ Մոսկվայում, եւ Հայաստանում դուք չեք ասում, ես եմ ասում։ Մեկնաբանությունում եմ կարդացի, որ գրում են ինչու հենց հիմա նկարվեց 73-ը։ Դա ինչի հետ են ուզում կապեն, ինչի մասին է խոսքը։ Նախ ես չգիտեմ ինչու հենց հիմա որոշեցին նկարահանել այդ ֆիլմը, բայց կարծում եմ դա ունի ուղիղ կապ Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակի հետ, որը այս տարի է։ Եվ ցավոք սրտի Նիկիտա Պոլչը չկարողացավ լինել պրեմիերային։ 2 ամիս առաջ, ճիշտ եմ հիշում։ Եվ կարծում եմ, որ գլխավոր պատճառը դա է, լեգենդար մարդու, որը որ մեծ հետ կունի եւ սովետական, եւ հայկական, եւ ժամանակակից ռուսական սպորտի մեջ, կարծում եմ առաջի պատճառը կարող է լինել դա։ Իսկ եթե դա էլ դնենք մի կողմ, իսկ ինչ է նշանակում, ինչի հիմա որոշեցին։ Դե հիմա որոշեցին, ինչ ժամանակահատուցույց դրված չէ։ Թող լիներ շուտ ավելի, թող լիներ 10 տարի առաջ, թող լիներ 30 տարվա անկախ Հայաստանի պատմության մեջ ֆիլմ նվիրված Արարատ 73-ին։ Եկեք չմոռանանք միշտ, որ այս թեման քննարկում ենք ինչի հիմա, ինչի ոչ 2 տարի առաջ, որ ժողովուրդ վերջի վերջը եկեք ընդունենք եւ հասկանանք մի բան, որ սա ռուսական ֆիլմ է։ Պարոն Մկրտչյան, Նիկիտա Սիմոնյանի դերակատարին ընտրելուց ինչ եք պատկերացնում նրան երիտասարդ տարիքում, ո՞նց եք ընտրել Նիկիտա Սիմոնյանի դերասանին։ Ազնիվ լինելու համար Եգոր Բերոևը արդեն ընտրված էր, որովհետև ես չեմ եղել այս նախագծի այն ամենասկզբից եւ այն ակունքներում, ես չեմ եղել այն մարդկանցից, ովքեր որ այս միտքը ունեցել են, գրել են այս սցենարը, ես հրավիրված ռեժիսոր եմ նկարահանումների ժամանակ եւ Եգոր Բերոևը արդեն կար, ուրիշ հարց, որ ես շատ կոմֆորտ էի եւ շատ համաձայն էի այդ որոշման հետ պրոդյուսերական եւ ֆիլմը նայելուց հետո հասկանում եմ եւս մեկ անգամ, որ շատ կոմֆորտ եմ Բերոևի հետ որպես Նիկիտա Սիմոնյան։ Կարող է նմանությունը չլինի, որտեղ այս ուրիշ դերասան է, ուրիշ մարդ էր, բայց օրգանիկան կարծում եմ
շատ ինքը ճիշտ եւ օրգանիկ է։ Բնավորությունը թերևս համապատասխան է, գուցե ինչ որ այդ խստությունը, սառնությունը, որ ֆիլմում ես տեսա, տարբեր է։ Դա ամենակարևոր բաներից մեկն է, որ չլինի շատ հավասար։ Պարոն Մկրտչյան, դուք ֆիլմեր եք նկարել, որոնք իսկապես հուզել են ինձ։ Իսկ ինձ հուզելը դա բավականին դժվար է։ Ես ոչ մի կերպ չեմ կարողացել զսպել եւ մինչ օրս, եթե դիտում եմ, չեմ կարողանում զսպել կյանք ու կռիվ ֆիլմից հետո իմ արդյունքները։ Քանի առիթ է ինձ ընձեռվել, կուզեի մի քիչ այդ ֆիլմի մասին եւս խոսեինք։ Ինչ եք զգում, ինչ զգացիք։ Չէ՞ որ այդ ֆիլմը նկարելու համար պիտի մի հատ իսկապես պետք է մարդ հոգեբանական մի լուրջ աշխարհ մտնի եւ վերջաբանը նկարելուց ինչ զգացիք դուք։ Թե դա պրոֆեսիոնալ ռեժիսորին հարցնելու բան չի։ Չէ, ոչ թե պրոֆեսիոնալ ռեժիսորին հարցնելու բան չի, ուղղակի դժվար է պատասխանել այդ հարցին ինչ զգացի, որովհետև մի բան չի, որ դու զգում ես։ Եվ չեմ ուզում տալ շաբլոն պատասխաններ, ստանդարտ պատասխաններ, միշտ մասնագիտականը դնելով մի կողմ, քո եւ ֆիլմը նկարահանող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը մասնագիտականը դնելով մի կողմ կա ինչ որ մի անհասկանալի էմոցիա, որը երևի ռեժիսորը պետքա զգա։ Ես դժվարանում եմ տալ այդ էմոցիայի անունը, բայց ինքը շատ մոտ է անկեղծությանը։ Երևի այս ամենամոտ պատասխանն է, որը որ կարող եմ տալ, եթե դու չկարողանաս լինես անկեղծ դերասանների հետ, այդ պահի հետ, այդ պատմության հետ, երևի ամենամոտ պատասխանը դա է, ես դժվարանում եմ շատ ճիշտ մասնագիտական պատասխան տալ, ինչ զգացել է ռեժիսորը դա նկարելուց։ Չգիտեմ ինչ է զգացել ռեժիսորը դա նկարելուց, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հանդիսատեսը դա իսկապես զգացել է եւ ֆիլմը ամեն ինչից անկախ այն բանից, որ բոլորին վերջերս այդ ֆիլմը կտրականապես չցուցադրվեց հեռուստացույցով։ Ես ուշիվ հետևում էի, չեղավ ֆիլմը, ունեք բացատրություն ինչու։ Դուք տալիս եք հարց, որի պատասխանը գիտեք։ Ես գիտեմ, բայց մարդիկ չգիտեն։ Դե շատ է խոսացվել դրա մասին։ Հա։ Դե հիմա ոնց կարելի է ցույց տալ ֆիլմ Արցախյան պատերազմի առաջին մասին, որտեղ հայերը հաղթեցին։ Երևի դա հիմա չի մտնում այն քաղաքականության մեջ, որը որ ունի ֆիլմի սեփականատեր մեկ հեռուստաալիք է։ Դա իրանց իրավունքն է։ Բան հիշեցի, եթե չեմ սխալվում, նույնիսկ ֆիլմադարանից այդ ֆիլմը հանել են, հետո տեղադրվեց, այո, ձեր աղմուկից հետո տեղադրվեց։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ ես նոր մեծ դերակատարում է ունեցել, բայց փաստը մնում է փաստ, որ մի քանի օր հետո նորից հայտնվեց ֆիլմը այնտեղ։ Այո, ես նոր հիշեցի։ Տեսեք, ֆիլմեր եք նկարել, որոնք իսկապես ասելիք ունեն եւ բնականաբար օրակարգ թելադրող իշխանությանը գուցե եւ ինչ որտեղ դուր չի գալիս։ Իշխանություն ֆիլմը ձեր չեմ հարցնում ինչպիսի արձագանք ունեք, արդեն չեմ հարցնում այդ մասին, պարզապես իշխանության կողմից ճնշումներ եղան ֆիլմից հետո։ Մի կողմից ես չեմ կեղծի եւ չեմ փորձի դրա վրա հավաքել ինչ-որ դիվիդենդներ եւ միավորներ, որ ընկել եմ խիստ ճնշումների տակ եւ ինձ ճնշել են ֆիլմից հետո կամ ֆիլմի ժամանակ,
Մյուս կողմից կան ինչ-որ ավելի մանր բաներ, որոնք որ կյանքում կատարվել են։ Ճնշումներից ավելի մանր բաներ, օրինակ մեր Մկրտչյան թատրոնի հետ կապված, որտեղ ես գեղարվեստական ղեկավար էի, հետո պարզվեց, որ իմ կրթությունը չի համապատասխանում Հանկարծ ստենց պարզվեց, պահի տակ։ Պարզվեց, ես շատ վատ կրթություն ունեմ։ Մանր բաներ կապված, շատ ժամանակ կարծում եմ, որ այդ որոշումները ընդունում են շատ ժամանակ ոչ թե ամենավերևը իշխանությունների, այլ այդ որոշումները ընդունում են շատ ավելի մանր վախեցած եւ վախեցող մարդիկ, այն շարից փորձանքից հեռու պրինցիպով ուղղակի, որովհետեւ ես հասկանում եմ, որ իշխանությունը ունի հնարավորություն անել յուրաքանչյուր ճնշում, բայց իմ դեպքում կարծում եմ, որ իսկապես շատ ժամանակ դա անում են շատ ավելի մանր մարդիկ։ Ուղղակի իրենց կարծիքով իշխանությանը դուր գալու համար։ Հաճոյանալու համար։ Պարոն Մկրտչյան, կարծես թե տպավորություն է ստեղծվում մոտս, կարծես թե նաև մշակույթի բնագավառում, կներեք բառիս համար, թայֆա ենք դարձել։ Բայց դա միշտ է եղել։ Միշտ է եղել։ Գուցե հիմա ավելի ընդգծված է։ Նայած ինչ նկատի ունեք դուք թայֆա։ Ասեմ ձեզ ինչ նկատի ունեմ։ Այսինքն Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմից, «Իշխանություն» ֆիլմից հետո, չգիտեմ ինչ ֆիլմից հետո, այս կողմը մնում է այս կողմ, իդեպ ասեմ նաև պրեմիերայի ժամանակ ես տեսա մարդկանց, որոնք այս կողմը կարծես լինեն, որոնց չես տեսնի այն մյուս ֆիլմերի պրեմիերաների ժամանակ, այսինքն նշանակալիորեն տարբերվում են եւ հյուրերը, եւ դերակատարները, եւ մոտեցումները։ Հա, բայց պետք է հասկանալ, որ սխալ է համեմատությունը Արարատ 73-ը քաղաքական ֆիլմ չի եւ մարդիկ շատ ավելի ազատ են զգում իրենց, դա նորմալ է։ Իսկ առհասարակ չեք կիսում կարծիքը, որ այնուհանդերձ, ինչպես դուք ասացիք, երբ չի եղել, հիմա ավելի ընդգծված է այդ թայֆայությունը։ Свой человек։ Թայֆայություն մշակույթում եղել է միշտ։ Թայֆայությունը նոր բան չի, որը որ ստեղծվել է 2018 թվականից հետո կամ 2020 թվականից կամ 25 թվականից հետո, դա եղել է միշտ։ Հիմա ամբողջ հարցը նրանում է այդ թայֆայություն երանգները ինչ նկատի ունեք դուք, ինչի մասին ենք խոսում մենք ուղղակի, որովհետև տենց որպես երևույթ դա միշտ եղել է, բայց ինչ նկատի ունեք։ Սենց ասեմ, ավելի պարզ ասեմ ձեզ, ես կարծում եմ, որ օրինակ Իշխանություն ֆիլմից հետո գլխավոր դերասանուհին, ով ձեր կինն է նաև Անի Ղազարյանը, ում ես շատ սիրում եւ ողջունում եմ, հաստատ չի ստանա առաջարկ նկարահանվելու մի ֆիլմում, որը կնկարի ներկայիս իշխանության կողմից առաջարկ ստացած ռեժիսոր կամ Լևս Դավթյանը չի նկարվի մի ֆիլմում, որը այս իշխանության կողմից եւ այլն եւ այլն։ Ես դա նկատի, այդ գույնը նկատի ունեմ։ Մի քիչ առաջ պատասխանելով ձեր հարցին, ճնշում են ինձ արդյոք թե ոչ, եւ ես որ ասեցի ոչ։ Մանր, այո։ Դա անում են նույնիսկ իշխանության հետ որևէ կապ չունեցող, բայց շատ ավելի մանր մարդիկ, որոնք որ կամ ուզում են դուր գալ, կամ շարից փորձանքից հեռու պրինցիպով են ապրում, եկեք շատ հանգիստ դրա վերաբերենք։ Այդ գույնի մասին էի խոսում։ Ես պատասխանեցի։ Որը դուք չէիք ուզում պատասխանել։ Պարոն Մկրտչյան, ինչ ֆիլմ կցանկանաք նկարել պատմական, շեշտը դնենք պատմական մեր ֆիլմերի վրա։
մեր պատմության վրա, որը պետք է հիմա ամեն կերպ բարձրաձայնենք, ներկայացնենք սերունդներին, պահպանենք ու տանենք առաջ, դա ես կարծում եմ դա ամենակարևոր հիմա մեր անելիքն է, աշխատանքն է, որ պիտի անենք, որպես մշակութային գործիչներ դուք։ Հիասթափեցնեմ ձեզ, ես հիմա չեմ ուզում նկարահանել պատմական ֆիլմ։ Ինձ հետաքրքիր է, գիտեք, միշտ պետքա ժամանակ առ ժամանակ մի բանից հեռանալ, օրինակ իշխանությունը նկարելուց հետո ինձ հետաքրքիր չի նկարահանել քաղաքական ֆիլմ, Արարատից հետո ինձ հետաքրքիր չի հիմա նորից ինչ-որ պատմական բան անել, միշտ պետքա փոխվի այն ինչ-որ քեզ հետաքրքիր է այս պահին։ Կոմեդիա կնկարեք։ Ինչ։ Կոմեդիայի ժանրը։ Ավելին ասեմ, ես մեծ սիրով դա իմ երազանքներից մեկն է, ես ուզում եմ նկարահանել շատ լավ հայկական սերիալ։ Իսկապես։ Իսկապես։ Որը կլինի հումորային, այո։ Կլինի տարբեր։ Ահա։ Եվ հումորային, եւ հուզիչ, դա իմ սիրած ոճն է, որ մի պատմության մեջ հանդիսատեսի մոտ համ ժպիտ, համ արդյունք է առաջանում։ Այո, դա իմ ցանկություններից մեկն է։ Երբ սպասենք, թե դեռ ցանկություն է։ Դա դեռ ցանկություն է։ Պարոն Մկրտչյան, դերևս մի փոքրիկ անդրադարձ կատարեմ, որից շրջանցել չեմ կարող։ Արթնանում քնում ենք նույն մտքով։ Ինչ կատարվում է այժմ մեր հայ առաքելական շուրջ եկեղեցու շուրջ այդ արշավը։ Ես որպես մտավորական, որպես մարդ ում խոսքը իսկապես արժեք եւ ասելիք ունի, ցանկանայի ձեր կարծիքը լսել, թեև ես մոտավորապես գիտեմ, բայց այնուհանդերձ ցանկանայի իմ տաղավարում լսել։ Կարծիք կարող եմ ես ունենալ այն ամեն ինչը, ինչ որ կատարվում է հիմա հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապարի դեմ, տհաճ եւ այլանդակ երևույթ է իմ համար, իմ արժե համակարգի համար, բայց հասկանում եմ, որ գիտեք, երբ որ չկա ինչ-որ բանի երևույթի հակադարձ, ինչ-որ մի ֆորմայով, կա միայն կոնստատացիա, որ ուղղակի մենք փաստում ենք, որ սենց բան եղավ, հա եղավ, ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ փաստում են, որ ինչ վատ է, որ սենց անում։ Այո, ու հետո եւ ինչ։ Եվ ուրեմն դա կլինի միշտ, քանի չկա որևէ դրան դիմադրություն, կարծում եմ։ Իմ կարծիքով չեն դիմադրում, լավ, ես չեմ կարողանում այդ բացատրությունը ոչ մի կերպ գտնեմ, օգնեք ինձ, ինչու չեն դիմադրում, լավ, ես կանչեք ձեր տաղավար քաղաքական գործիչներին։ Բոլորը կարծես եթերներում, ստատուսներում, լայվերում պայքարի կոչ են անում, բայց արդյունքում ունենք այն, որ հիմա վեհապարի մութ ելքը արգելված է։ Իսկ ունենք մենք մի բան երևույթ, որ բոլոր այն ընդդիմադիր քաղաքական գործիչները հիմա անուններ չեմ տա, որոնց որ դուք կանչում էիք տաղավար 5 տարի առաջ, հետո 4 տարի առաջ, հետո 3 տարի առաջ, հետո 2 տարի առաջ, իրանք արժեքազրկվում են մարդկանց աչքերում։ Եվ 5 տարի առաջ իրանք ավելի մեծ էին, քան հիմա։ Իսկ ով է մեղավոր դրանում։ Իրանք։ Այո։ Ինչով։ Լրագրողությամբ զբաղվելով։ Այո, միանշանակ համաձայն եմ, բոլորը բլոգեր և լրագրող են դարձել, բոլորը մեկնաբանում են ինչ է կատարվում, բոլորը լուսաբանում են ինչ է կատարվում և որպես ընդդիմադիր ուժ, քաղաքական ուժ ներկայացնող մարդ ոչինչ չեն անում։ Ու ժողովուրդը
քիչ-քիչ հիասթափվում է։ Ես նաև մեղադրում եմ առաջին հերթին ընդդիմությանը եւ բոլորովին պատահական չի, որ Ալեն Սիմոնյանը իրեն թույլ է տվել ասել է, որ այս ընդդիմությունը մեր երազած ընդդիմությունն է։ Այսինքն ընդդիմությունը թույլ է տվել, որ նման ձևակերպում է հնչել, ճիշտ է։ Բայց եկեք մի կողմ դնելով մեր անձնական վերաբերմունքը անձերին, եկեք օբյեկտիվ բաց փորձենք հասկանանք այս ընդդիմությունը, որը որ եղել է, ասենք նրան տիտղոսային երազանք չի իշխանության համար։ Այո։ Պարոն Մկրտչյան, ընդդիմությունը արդեն պարզ ընդդիմության հետ սպասում են պարտադիր ընտրություններին եւ ոչ մի քայլ չեն անում ավելի շուտ հարցին լուծում տալու համար, սպասում են ընտրություններին։ Թող սպասեն, լավ։ Անհույս է, բա մեր մշակութային գործիչները եկեք չասենք, էլի ես խնդրում եմ, որովհետեւ ինչ շատ ասում մշակութային գործիչները չեն զբաղվում քաղաքականությամբ։ Լավ, իսկ մշակութային գործիչները չեն զբաղվում կրոնով, հավատքով, եկեղեցով։ Գիտեք ինչ, ես երբևիցե այս ամբողջ տարիների ընթացքում պատասխանել եմ որևէ լրագրողի հարցին այդ ձևաչափով քաղաքականություն չեն զբաղվում մշակույթի գործ։ Ես չեմ դուք չեք պատասխանել։ Եվ շատ ուրիշ մարդիկ չեն պատասխանել տենց։ Հիմա կարելի է շատ մեղադրել, կարելի է քննադատել, բայց գիտեք ինչ, մի հատ ուրիշ շատ տարօրինակ բան եմ ես ուզում ասեմ։ Հիմա հա, մենք կարող ենք մեղադրել մշակույթի գործիչներին լրության համար, բայց եկեք մի հատ սենց շուր գանք։ Իսկ քաղաքական գործիչները ինչ որ բան հիմա անում են եւ մշակույթի գործիչներին է մնացել։ Ոչ, չենք մեղադրում, զուտ հարցնում եմ։ Ես որպես ՀՀ քաղաքացի իմ մշակութային գործչին հարցնում եմ, եկեղեցու վրա արշավը հստակ ունի միտում նպատակ, որը գնում է արդեն իր վերջնակետին։ Դուք ինչ եք մտածում, հարգելիներս։ Այդ եղել է կործանված, ոչնչացված սերունդ, մինչև այդ եղել է ուրիշ բան, դրանից հետո եղել է Արցախի կորուստ 120,000 տեղահանված մարդ, որոնք կորցրել են իրենց տները։ Ես չասացի, դուք ասացիք։ Հիմա այդ ամեն ինչից հետո հիմա բան այսինքն լավ, էլ ինչ պիտի լինի, որ իմ մտավորականը ոտքի կանգնի։ Ես չասացի, դուք ասացիք, ու շատ տեղին։ Հերթով եկանք հասանք այսօրվան, արդեն հերթը հասավ։ Գիտեք ինչ, հարցրեք մտավորականներին, հարցրեք բոլոր նրանց, ովքեր եղել են մինչև 18 թիվը, եղել են նույնը մնացել են 18 թվից հետո, ուղղակի մի տեղից տեղավորվել են ուրիշ տեղ եւ բան չի փոխվել իրենց մեջ։ Լրագրող եք, կանչեք, հարցրեք։ Կանչում եմ, չեմ գալիս, պարոն Մկրտչյան։ Գիտեք ինչ պատճառով ասում, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, թողեք մենք մեր բանը քարը տաշենք, մենք մեր արձանը սարքենք։ Դե թող տաշեն, թող զբաղվեն մարդիկ իրանց գործով։ Ես հասկանում եք միշտ, երբ որ դուք կանչում եք այն մարդկանց մշակույթի հետ, ինչ որ առնչություն ունեցող, ինչպիսին ես եմ, եւ տալիս եք այդ հարցը, ինչի Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսը չի արտահայտվում, չի պատասխանում կամ չի գալի, ես ասենք, օքեյ, մի անգամ պատասխանեմ, երկու անգամ, բայց ես ստացվում է, որ ես անդադար մեկնաբանում եմ, թե ինչի մշակույթի գործիչները չեն ինչ-որ պահի դառնում է անհետաքրքիր։ Իսկ դուք ինչու եք կարողանում պատասխանեք, ինչու եք կարողանում գալ, ինչու եք անհանգիստ, ինչու է ձեր սոցիալական էջերը այդքան անհանգիստ լարված, իսկ մնացածի համար միևնույնն է։ Չէ, զուտ ես միայն, սա կարող է չպատասխանել, պարզապես ես նայում եմ,
Մարդ, ով մշակութային գործիչ է, անհանգիստ է, մարդ, ով մշակութային գործիչ է, բացարձակ անտարբերություն է ցուցաբերում։ Ոչ բոլորն են անտարբեր։ Այո, ոչ բոլորն են անտարբեր։ Շատերը նույնիսկ նրանցից, ովքեր սոցհարթակներում թվում է թե անտարբեր է, շատերը անձնական շփումների մեջ բավականին այլ կարծիք եւ դիրքորոշում ունեն, բայց եւս անգամ կրկնում եմ, եկեք ես այս թեմայից հոգնել եմ։ Եկեք։ Անկեղծ ես հոգնել եմ։ Վերջին հարցս թերևս, պարոն Մկրտչյան, ել ձեզ չջղայնացնեմ։ Չէ, ջղայնանալու հարց չի, ուղղակի կան թեմաներ, որոնցից ես հոգնել եմ պատասխանելով ինչի մշակույթի գործիչները Հոգնել եք, որովհետև ելքը չկա, որովհետև լուծում չեք տեսնում։ Իդեպ վերջին հարցս դա էր, հանգուցալուծումը այս ամենը ինչպես եք տեսնում։ Որ Հայաստանում լինի ուժ, որի համար բավական չի այս իշխանության համար ընդդիմություն աշխատել։ Ոչինչ չեմ ուզում ավելացնել, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Մեծ սիրով, թեև մենք խոսում էինք մի բանի մասին, ունենալով նույն հայացքը, բայց շատ տարբեր։ Ինչի համար շնորհակալ եմ ձեզ։ Ես մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։